Լևոն Հայրապետյան, գործարար, մեծ բարերար, ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում։ Հայրական կողմից նշանավոր Հասան Ջալալյան իշխանական տոհմի սերունդ է, իսկ մայրական կողմի տատիկը մեծանուն հայ զորավար սպարապետ Գարեգին Նեժդեի ավագ քույրն է։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, որպես լրագրող աշխատել է թերթերում և ամսագրերում։ Զբաղվել է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում և այլուր։ 2000-ից 2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը, որը 13-րդ դարի կառույց է։ Տարածաշրջանում նաև կառուցվել է փայտամշակման գործարան, շինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ և դպրոց։ Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև հյուսիս-հարև ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։ 2007 թվականին Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն մետր խորանարդ տարողությամբ ջրամբարի կառուցումը Խաչեն գետի վրա։ Միայն 26 մետր բարձրությամբ ամբարտակի կառուցումը բարերարին արժեցավ 7 միլիոն ամերիկյան դոլար։ 2008 թվականին կազմակերպվեց իր տեսակով առաջին մեծ հարսանիքը Արցախում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Հայրապետյանը նպատակ ուներ խթանել Արցախի ժողովրդական զարգացումը։ Բնակչությունը պետք է կազմեր 300 հազարից ոչ պակաս։ Լևոն Հայրապետյանի ավանդն Արցախի հանրապետության կայացման և զարգացման մեջ անգնահատելի և անգերազանցելի է։ 2014 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Հայրապետյանը ձերբակալվում է, ուր նա ժամանել էր Մոնակոյից։ Հայ ազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը 68 տարեկան հասակում մահանում է բանտում։ Հայրապետյանը հայրենիքին նվիրած մեծ վաստակ ունեցող բարերար և գործիչ էր, ով իր արարքներով մեծ հետք ու անուն է թողել սերունդների հիշողության մեջ։